Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, ողջունում եմ ձեզ Համայնայության մայրաքաղաք Երևանից։ Այսօր հունիսի 5-ն է 2025 թվական։ Կխոսենք աշխարհաքաղաքական, տարածաշրջանային, ներպետական ուշագրավ թեմաներից, որոնք կներկայացնեմ իմ մեկնաբանությամբ։ Սկսենք հայաստանյան իրադարձություններից, կանդրադառնանք անպայման աշխարհաքաղաքական ու տարածաշրջանային ուշագրավ բոլոր թեմաներին։ Հայաստանի կառավարությունից հայտնում են, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանի հետ։ Վարչապետը Թուրքիայի նախագահին շնորհավորել է Կուրբան Բայրամ տոնի առիթով, Թուրքիայի նախագահը Հայաստանի վարչապետին շնորհավորել է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը 2026 թվականի գարնանը Հայաստանում անցկացնելու առիթով։ Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Թուրքիա հարաբերությունների եւ տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցեր եւ պայմանավորվել շարունակել երկխոսությունը։ Թուրքիայի նախագահի գրասենյակն է մի բան ուղղակի ավելացրել, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ զրույցում գոհունակություն է հայտնել Թուրքիա-Հայաստան շփումների կապակցությամբ, ուշադրություն հրավիրելով տարածաշրջանում համապարփակ կարգավորման եւ Ադրբեջան-Հայաստան խաղաղ բանակցությունների կարեւորության վրա։ Հիմա նայենք ինչ է սա նշանակում մեզ համար։ Մենք դիվանագիտական հարաբերություններ չունենք Թուրքիայի հետ։ Համարենք ուզում ենք հարաբերությունները կարգավորել, բայց չունենք։ Այդ Կուրբան Բայրամը մենակ չի վերաբերվում Թուրքիային։ Կուրբան Բայրամին վերաբերվող կան տասնյակ պետություններ, որոնց հետ մենք վատ հարաբերություն չունենք։ Դուք Նիկոլ Փաշինյանի որևէ հեռախոսազրույց այսօր հաղորդագրություն նայեցիք, որ այդ առիթով շնորհավորել է բոլորին։ Բացի Էրդողանի հետ խոսելը, որևէ ուրիշ մեկի հետ դա չտեսանք։ Համարենք լավ մտքով անցել է իր հարևանին շնորհավորել։ Հասկացանք, բայց այդ դեպքում հարց է ծագում։ Եթե ուզում ես շնորհավորես եւ ոչ թե առիթն օգտագործես Էրդողանի հետ հարաբերությունները կարգավորելու, այդ դեպքում կարող է գրավոր շնորհավորել։ Շատ հանգիստ քանի հատ շնորհավորանք եք դուք նայել, որ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է այս մեկին ընտրվելու, այս մեկին էս անկախության տոնի, այս մեկին պետական տոնի, այս մեկին այս մեկին են։ Այսինքն դա շատ սովորական ընթացակարգ է, առավել եւս, երբ որ դու մի պետության ղեկավարի հետ գիտես, որ այդ պետության հետ դիվանագիտական հարաբերություն չկա։ Այսինքն սա նրա համար էր, որ Նիկոլ Փաշինյանը իր նախաձեռնությամբ զանգեր եւ ամենակարևորը, որ այնտեղ խոսեն, որ պայմանավորվել են շարունակել երկխոսությունը։ Այսինքն սա չի խոսում զուտ շնորհավորանքի եւ պատասխան շնորհավորանքի մասին։ Սա խոսում է նրա մասին, որ ընդամենը մի շաբաթ առաջ է ես ձեզ ասում, որ Նիկոլ Փաշինյանը վերընտրվելու համար երաշխիքները ուզում ստանալ Թուրքիայից եւ Ադրբեջանից եւ առաջիկա քայլերում դուք կտեսնեք կոնկրետ նպատակային հասցեական քայլեր, ինչպես է ինքը պատրաստում Թուրքիայից եւ Ադրբեջանից ստանալ այդ երաշխիքները, որովհետեւ ինքը շատ ներվային է, երկրի ներսում խնդիրներ է տեսնում, ասում է, որ ինքը պայքարում է, չգիտես, կաշառակերների դեմ, այ դրա համար է լարում առաջացել երկրում, դրսի իրադարձություններից գլուխ չի հանում, այդ իսկ պատճառով մտածում է, որ գոնե հարևանների հետ լավ լինի, ով այդ հարևանները շահագրգռված են, որ ինքը վերընտրվի, որովհետեւ այլ որևէ մեկը Հայաստանում այդպիսի զիջումների չի գնա։ Այնպես որ եթե որևէ մեկը կա սա շարքային զանգեր, արդեն ես բացատրեցի, որ շարքային զանգը այդպիսին չի լինում, առավել եւս դու շարքային հարաբերություններ չունես։ Եվ բացի դրանից էլ մենք գիտենք, որ Նիկոլ Փաշինյանը երբ որ ասում է, որ մեկից կախվածությունը պետք է դարձնենք շատերից կախվածություն, այդ է ինքը անկախությունը հասկանում։ Ինքը կյանքում չի ասի գործընկերություն, որովհետեւ Նիկոլ Փաշինյանը ռիսկ կանի ասի գործընկերություն իրա եւ Էրդողանի միջեւ։ Էրդողանը ականջը կպոկի եւ մյուս ականջներ կմեխի պատից։ Դուք չգիտեք Նիկոլ Փաշինյան-Էրդողան հարաբերությունը, մոտարապես հայր ու տղայի հարաբերություն։ Մի քիչ խիստ հոր եւ այնց բան էլի, այնց անդաստիրակ տղայի հարաբերություններ, որին ասենք կարան անկյուն կանգնացնեն, կարան ասենք սպասացնեն, այսպես։ Դրա համար այսինքն խոսել նրա մասին, որ նույնիսկ ինքը չի համարձակվի, երբ որ ասում է կախվածություն բառը, այսինքն ասում է մենք որպեսի կարողանանք չեզոքացնենք Ռուսաստանից կախվածությունը, ավելի պարզ ասած Պուտինի ոտերն ընկնելուց բացի Էրդողանի ոտերն էլ ընկնենք, որպեսի կարողանանք բալանսավորված քաղաքականություն վարենք ոտերը ընկնելու հարցում։
Այս զանգը ձեզ սա միակը չի, դուք հերթականությամբ կտեսնեք Նիկոլ Փաշինյան եւ երկու իր արևմտյան ու արևելյան հարևանների հետ հարաբերությունների ուղղությամբ կոնկրետ նպատակային քայլեր, որովհետեւ դա ընտրության հետ կապված իր լավագույն երաշխիքներն են։ Իսկ հիմա մենք նայենք դա շարունակություն ունի, էլի ազգային ժողովում Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը հայտարարել է. Չունենալով դիվանագիտական հարաբերություններ Թուրքիայի հետ, պաշտոնական դիվանագիտական հարաբերություններ մենք ունենք շատ ակտիվ եւ գործուն երկխոսություն, քան բազմաթիվ երկրներ, որոնք իրար հետ ունեն դիվանագիտական հարաբերություններ։ Այսինքն ստացվում է, որ մենք չունենք դիվանագիտական հարաբերություններ Թուրքիայի հետ, բայց ունենք ակտիվ եւ գործուն երկխոսություն, անգամ ավելի շատ, քան ասենք երկրներ, որոնք ունեն դիվանագիտական հարաբերություններ։ Իհարկե այդ երկխոսությունը տևական ժամանակ շատ դրական հունով զարգացել է, բայց վերջնարդյունքները տեսնելու ժամանակն է հավելել է Միրզոյանը։ Այսինքն ստացվում է, որ դու մի պետության հետ դիվանագիտական հարաբերություն չունես, որով հենց պայմանավորված էր երկու պետությունների հարաբերությունը, բայց անձնական շփման մակարդակով ոնց որ թե շատ ջերմ հարաբերություն ունեք։ Այդ անձնական շփման մակարդակը ինչին է ծառայում, որ պետությունները դիվանագիտական հարաբերություններ չունեն, բայց անձնական հարաբերությունները ավելի մտերիմ են, քան անգամ այն պետությունների միջև, ում հետ ունես դիվանագիտական հարաբերություն, հասկանում եք, որ այդ հարաբերությունները այլևս քո պետության շահերին չի ծառայում։ Ավելի պարզ դիվանագիտորեն արտգործնախարարը ոնց բացատրի, որ հայ-թուրքական հարաբերությունները դա երկու պետությունների հարաբերություն կամ հարաբերության բացակայություն չի, դա մեր իշխանությունների եւ Թուրքիայի իշխանությունների միջև սերտ գործընկերություն համագործակցություն է։ Ինչ նպատակ կարող է հետապնդել։ Արդեն պարզ է ինչ նպատակ, վերարտադրվելու նպատակ։ Արարատ Միրզոյանը նաեւ ինչ է ասել։ Այսպիսի հարց երկու երկրների հարաբերություններում ոչ իրենց կողմից, ոչ մեր կողմից չկա։ Օրակարգում չկա եւ չի քննարկվում։ Իսկ այն ինչ որ մենք լսում ենք, այդ թվում եւ արևմտյան Ադրբեջանի խոսույթի շրջանակներում, մենք ուղղակիորեն ընկալում ենք որպես սպառնալիք Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությանը։ Իհարկե մենք այդ մասին ադրբեջանական կողմին ասում ենք։ Այսինքն մտահոգություններ եք հայտնում, բայց ընդունում եք, որ պաշտոնական մակարդակով Ադրբեջան նախագահի մակարդակով անգամ ասվում։ Արևմտյան Ադրբեջանը հասկանում եք տարածքային ամբողջականության նկատմամբ սպառնալիք։ Մի պետություն, որի հետ կապված ասում եք, դե ինչ չէ, հասկացանք էլի, ասում ենք, որ ամեն ինչ նորմալ է, պայմանավորվել ենք խաղաղություն ալնելու։ Հերիքը ամեն անգամ ինչ որ տարբեր բաներից խոսեք, որ կրակում են, դա էլ ոչինչ, որ ինչա, այս ինչ որ կատարում է, այդ բոլորը դնենք մի կողմ։ Այդ ամեն ինչը ի վերջո, բայց ասում են, որ գոյություն ունի սպառնալիք։ Մարդիկ էլ լրագրողը պարզ հարց է տալի, պատգամավորները հարց են տալի։ Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղարը սպառնալիք տեսնում է, Ռուսաստանը տեսնում է, բոլորը տեսնում են, դուք չեք տեսնում, պարզվա իրանք էլ են տեսնում։ Բայց բանի տեղ չեն դնում, որտեղ ասում են, դե ինչ ա եղել, մի բան կզիջենք, Ադրբեջանի հետ յոլա կգնանք։ Ավելի պարզ ոնց բացատրեն, որ հասկանալի լինի։ Իսկ հիմա Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում ինչ է ասել։ Մենք չենք արձագանքել պաշտոնապես, որ Ռոբերտ Քոչարյանը կաշառակեր է, եւ դա արձանագրվել է դատարանի որոշմամբ։ Երբ ելույթ ունենամ եւ հնչի Քոչարյանի անունը, ասելու եմ կաշառակեր Ռոբերտ Քոչարյան։ Իհարկե կարող է ասել, բայց հարցածագում այս նոր իմացար այս ամեն ինչի մասին, թե դատարանի վճռից հետո իմացար։ Բայց այն ժամանակ, երբ որ Ռոբերտ Քոչարյանը միլիոններ էին ծախսում ընտրությունների հետ կապված, ֆանտաստիկ փողեր եւ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը։ Մարդիկ էլ ասում են, կարող եք հարգելի իշխանություն բացատրել, մեկը 1000 դրամ մեկին տա, իրանց բակում մեկի հետ խոսի, կամ հեռախոսով զանգի մեկին ասի արի հանրահավաք, ճանապարհածախսդ կտամ։ Ձայնագրում եք, թե ինչ իրավունք ունեք այդ մարդկանց ձայնագրել։ Ձայնագրում եք հրապարակում, մի բան է քրեական գործ հարուցում։ Գործնականում բոլորին վերահսկում եք, որ հանկարծ մեկը նույնիսկ ճանապարհածախսի փող չվերցնի կամ հացուտելու գա։ Բայց դուք այդ ֆանտաստիկ փողերը, որ Ռոբերտ Քոչարյանը ծախսում էր, չէիք տեսնում իր մեդիաներով, իր ակտիվիստներով։ Երբ որ մարդիկ քննադատում էին ինչ արեց Նիկոլ Փաշինյանը, վերցրեց եւ պայմանագիր կնքեց պետության անունից,
Ռոբերտ Քոչարյանի ընտանեկան բիզնեսից տասնյակ միլիոնավոր դոլարների առևտուր արեց, որպեսի օրինականացնի այդ ծախսերը, որ վաղը եթե Ռոբերտ Քոչարյանի մեկը մեղադրի, Նիկոլ Փաշինյանն ասի, բայց մենք ինչը բռնենք, այդ մարդիկ շահույթներ են ստացել, այդ շահույթները իրանք իրավունք կունեն ինչի վրա ծախսեն, այդ ծախսել են քարոզչության վրա, դա իրանց փողն է, իրանց իրավունքն է, քանի տենդեր են շահել Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի մտերիմները, որպեսի ընտրության վրա փող ծախսեն, այդ մի բարդ բան է բացահայտելու համար, բայց ինչի՞ չէիք դա բացահայտում, որովհետեւ այդ մարդիկ ձեր գործընկերն էին, որտեղ դուք ուզում էիք, որ այդ մարդիկ գային խորհրդարան, որտեղ դուք չէիք կարող նկատել նրանց ծախսած փողերը, որովհետեւ նրանք ձեզ պետք է օգնեին գալով խորհրդարան, որ դուք ասեիք, տեսեք ովքեր են ուզում գան իշխանությունը նորից զավթեն, որ թալանեն ժողովուրդ ջան։ Հիմա նոր բան ասելիք չկա, նորից վերակենդանացնում եք Ռոբերտ Քոչարյանին։ Այ հիմա տեսեք, մենք իրան կասենք, որ ինքը էս արել է։ Բայց այդ դեպքում բա մենք էլ ասում ենք, երբ որ բա այդ ամեն ինչը նկատում եք, բա այսօր նայում եք, ասենք դուք գործնականում փաստորեն վերահսկում եք ցանկացած սրբազանի, անգամ անունը չտալով ում կասկածը գցում բոլորի վրա, թե ինքը անկողնում ում հետ է անցկացնում, այսինքն դա որպես ինչ եք դա անում, հո հարցը սրբազանի կյանքը չի, որ մեզ դա հետաքրքրի, հարցը ստեղ ուրիշ հարց է, այսինքն գործնականում այն մարդը, որը ձեզ համար ցանկալի չի, նա ձեր համար նշանառության տակ է, նրա անձնական կյանքը լավ կուսումնասիրեք, սա է հարցը, այսինքն դա նշանակում է, որ դուք ում ուզենաք կհետևեք, որ իրավունքով է Նիկոլ Փաշինյանը հանձնարարություն տալու մարդու անձնական կյանքը ուսումնասիրում, քրեական գործ կա նրա վրա հարուցած, ոչ չկա, բարոյական նորմերից ելնելով դա իրավունք է տալիս ուսումնասիրություն, այսինքն գործնականում ցանկացած ուղղությամբ կարող ինքը հանձնարարություն տա, դրա համար մարդիկ ասում են, եթե եկեղեցու արածը հետևում էիր, բայց օֆշորային սկանդալը միլիոնավոր դոլարների, չէ, բայց ո՞նց է ընթաց չտվեցիր Սերժ Սարգսյանի ժամանակ Բարձրաստիճան հայ առաքելական եկեղեցու պաշտոնյան եւ Հայաստանի աշխարհիկ իշխանության Բարձրաստիճան պաշտոնյան գցեցին գործարարին եւ այդ փողերը օֆշորով լվացին, այդ փողերն էլ կերան, հետքը ամբողջությամբ երևում էր, մի հատ բան չկար, որ գաղտնի լիներ, ոնց են փողը կերել, ոնց է եկել, ոնց են հանել, մի բանկոն ոնց անստե, ոնց են քրեական գործել եղավ, ամեն ինչ էլ եղավ, Սերժ Սարգսյանն էլ փոխվեց, բա Նիկոլ Փաշինյան ձեռը տեր, բանեիր, բայց միլիոնավոր դոլարների գործը ինչի չէիր, հա, չէիր կարա Սերժ Սարգսյանի մտերիմի վրա գործ սարքեիր, որը Մոսկվայում պաշտոն ուներ, բա ասա իմանանք, բա ավելի լավ գործ, քան կոռուպցիոն սկանդալը, հայ առաքելական եկեղեցու, միլիոնավոր դոլարների մեջ թաթախված Բարձրաստիճան պաշտոնյային բան չի բաց թողեցիք, ոչ թե բաց թողեցիք, ոչ մի բան էլ չարեցիք, այդ մարդը շարունակեց իր համար վայելել, որովհետև դուք ո՞նց կարայիք նրան կպնեիք, եթե փողը առել, ուրեմն կարաք դրա հետ կա, բա մարդիկ է սա են ասում, այսինքն գնացիր քերակնգանն ուսումնասիրեցիր, միլիոնավոր դոլարների բացահայտված գործ, որ խայտառակություն էր մեր ազգի համար, այդ ամեն ինչը տենց է չբացահայտվեց, թղթերներ ձեր ձեռն ա, դե ինչի պիտի բացահայտվեր որ Բա ուզում եք եկեղեցու հետ կապված բան բացահայտեիք, բա Ռոբերտ Քոչարյանի հետ կապված էլ բացահայտեիք, Ռոբերտ Քոչարյանը հիվանդանոցում էր, որը առնչվում է հայ առաքելական եկեղեցուն, բա տեղեկանք տվեցին, որ այդ մարդը մահամերձ է, անես լուրջ բան գրեցին, ես էլ հավատացի, չի մենակ ես բոլորն էլ հավատացին, որ մահամերձ է, որովհետև գրեցին, տվեցին, բա դրանից հետո, երբ որ Ռոբերտ Քոչարյանը բանտից դուրս եկավ, հետո գնաց տուրնիկից կախվեց, բա դուք չհասկացաք, որ այդ տեղեկանքը կեղծ էր ու դա տվել էր Մայր Աթոռի հետ ասոցացվող առողջապահական կառույցը։ Բան չի չգնացիք այդ մարդուն մի հատ նորից կրկնակի ստուգման տանեիք եւ բացահայտեիք եւ այդ ամբողջ սկանդալը չէիք կարող, որ Ռոբերտ Քոչարյանի բանտից բաց թողեիք, այդ մարդը ձեզ պետք էր ընտրությունների հետ կապված։ Բայց մարդիկ էլ ասում են, եթե անում եք օրինականություն, անօրինականությունը, որը ի պաշտոն է պարտավոր էիք անել, կեղծ տեղեկանքը առողջապահական հիմնարկից տված, որի արդյունքում մարդուն բանտից հանեցիք, եւ մեկ էլ օֆշորային սկանդալը, բա դա բացահայտեիք, որը որ ձեր ուղիղ պարտականությունն էր։ Իսկ բանը քերակնգան ստուգելը ձեր պարտականությունը չի։
Էլիս դու եթե դրա մեջ հանցանք կատարվի։ Բարոյական գնահատականներ տալու անգամ սահմանադրական իրավունք պետք է ունենաք։ Իսկ այնտեղ դուք ունեիք հանցագործությունը ձեր ձեռն էր, բայց չարեցիք, որտեվ այդ մարդիկ ձեզ պետք էին։ Դրա համար երբ որ ասում ենք ժողովուրդ ջան, օբյեկտիվ նայեք, երկուստ էլ իրար արժանի եք, եւ մի փորձեք ձեր օրակարգը նորից մեզ պարտադրել։ Եվ դրա համար հարցը առաջանում։ Ես ինչի եմ նաև ասում, որ իրանք Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանն ամեն ինչ արին ընտրությանը մասնակցել, որովհետև ուրիշ ուժեր չէին կարող մասնակցել։ Իշխանությունն ունի ֆինանսական ռեսուրս, վարչական ռեսուրս, մեդիա ռեսուրս։ Ընդդիմությունը Քոչարյանն ու Սերժական ունեն մեդիա ռեսուրս եւ ունեն հսկայական ֆինանսական ռեսուրսներ։ Բա պետք է պայքարը դրա մեջ մնար։ Որևէ մեկը, որ երկուսին է մերժում, ոնց պետք է մասնակցի։ Եթե բանակ չի թալանել, երկիր չի թալանել, ոչինչ չի արել, ոնց պետք է այդ միլիոնները աշխատեր։ Բայց դրա համար ձեզ պետք էր, որ այդ միլիոնները ով աշխատել է, անարգել ծախսեր, անգամ օրինականացնեիք, չէ՞։ Բայց դրա համար եմ ասում, մենք հիմա ցանկանում ենք ուժ ստեղծենք, էս անենք, այն անենք, հավաքվենք, համախմբենք, պատկերացնում եք, չէ՞ ինչ հսկայական խնդիրներ առաջ ենք կանգնում։ Բայց ինչի պետք է կանգնեինք մենք, որովհետև չես կարող չկանգնել, դա հսկայական շատ մեծ հաճույք է։ Իսկ ոնց է այդ հաճույքով կարողանում ենք կատարել թե իշխանությունները, թե ընդդիմությունը։ Հենց այն ընդդիմությունը, դրա համար ժողովուրդ ջան, եթե մենք խոսում ենք ընտրությունների հետ կապված, առաջիկա տեսնում ենք, որ սաղ կռիվը դրա համար է, պետք է հստակ քայլ առ քայլ մենք նաև նայենք, թե ընդհանրապես ինչ ենք պատկերացնում, ոչ թե մենակ ենթադրենք արտաքին քաղաքական հարցերը, այլ նաև ներքին օրակարգով ինչ խնդիրներ ենք կարևորում, ինչպիսի պետություն ենք ուզում ունենալ։ Այդ բոլոր հարցերին պետք է անընդհատ հերթով անդրադառնալ։ Դրա համար հիշեցնեմ, որովհետև ինձ բարբերաբար հիշեցնում են, որ սկզբում ասեմ, եթե հավանում եք սեղմեք լայք կոճակը, բաժանորդագրվեք Էդվարդ Տանտինյան YouTube-յան ալիքին, սեղմեք զանգակ կոճակը, գրեք մեկնաբանություններ, գրեք հարցեր, հնարավորինս մաքսիմալ տարածեք, ամեն ինչ անենք, որ մեր խոսքը տեղ հասնի, որտեղ տեսնում եք իրանք իրանցով օրակարգը լցնելու են, ամեն ինչ անեն։ Եվ նրանք, ովքեր մեր ծրագրին ցանկություն կունենան օգտակար լինել, դրան էլ կարող են նաև նյութի նկարագրական մասում կա բոլոր հնարավոր կապի միջոցները եւ աշխատանքային հեռախոս եւ էլեկտրոնային փոստ եւ արագ փոխանցման տարբերակներ եւ բանկային փոխանցման տարբերակներ եւ նաեւ ասենք կա նաեւ PayPal-ի տարբերակ, որը հիմնականում Միացյալ Նահանգներից էին ինձ ասում, ինչի PayPal-ի տարբերակ չեք անում, որպեսզի դա լինի եւ նաեւ Պատրոնի տարբերակ։ Մի խոսքով արդեն ձեզ պարզ է, որ այս ընտրությունների հետ կապված ինչ մահուկենաց կռիվա գնալու։ Եվ դրա համար, եթե մենք ցանկանում ենք իսկապես նորմալ կարողանանք ստեղծենք քաղաքական ուժ կամ աջակցենք որևէ քաղաքական ուժի, որը իսկապես գաղափարական պայքար պետք է մղի, գոնե կարողանանք ի վիճակի լինենք դա անելու։ Եվ նաև մի բան եմ ուզում ասել, որ երբ որ խոսում ենք տարբեր խնդիրների մասին, որ ասում են միայն արտաքին քաղաքանը չի, դա ընդամենը մի մասն է։ Նիկոլ Փաշինյանը կանգնեց մի հատ հուզախառը պատմում էր, որ չեք հասկանում, ես չեմ կարող թոշակ բարձրացնեմ։ Եթե ես թոշակը բարձրացնեմ թեկուզ 1400 դրամ, պետք է ամբողջ ապարատին աշխատավարձ չտանք, որ կարողանանք թոշակը բարձրացնենք, եւ մի անկապ թիվ ասեց, որը սխալ, մասնագետները հաշվեցին, ասին սխալ ես ասում, թիվը դա չի, բայց նույնիսկ դա դնենք մի կողմ։ Վերջը մարդու ասածն ինչ է, ասում էր մի քանի անգամ թոշակ ենք բարձրացրել, մարդիկ բացատրեցին, որ դու չես բարձրացրել։ Այդ շատ նեղ շրջանակի համար է բարձրացված։ Մյուսն ասեց, գիտեք ինչ, այդ հետ վերադարձը փողերի բաներից, այդ խանութներից դա էլ է նշանակում բարձրացում։ Բացատրեցին, որ դա բարձրացում չի, որ բարձրացումը լի մարդը կարող է այդ փողը ստանա այլ նպատակի ծախսի, ոչ թե մենակ խանութում։ Դա նշանակում է բարձրացում չի։ Լավ համարենք, դա էլ էս համարում բարձրացում։ Եթե դու այսօր կանգնում ու ասես հնարավոր չի բարձրացնել, որովհետև փող չկա, այդ փողը ավելի կարևոր տեղ ենք ծախսելու։ Նշանակում է դու գիտես, որ ամեն տարի գնաճի պատճառով, օբյեկտիվորեն գնաճի պատճառով մարդու կյանքը վատանում է։ Կանգնում ասում ես 2018 թվականից 50%-ով կյանքը լավացել է։ Բայց քո թոշակառուների հետ կապված դու գիտես, եթե տարին տարու վրա չբարձրացնես թոշակը գոնե այնքան, որ ինդեքսավորվի գնաճի չափով, կամ այն հարկեր турքերը, որ ավելացրել ես, նշանակում է դու թոշակառուին ասում ես ամեն տարի ավելի վատ ես ապրելու։ Սա է հարցը։ Պատճառը նա է, որ փող չունես, ուրեմն վատ կառավարիչ ես։ Որովհետև եթե դու գիտես, որ ասել ես, այսքանը բարձրացրել եմ, դրանից հետո դու չես կարողանում բարձրացնես, բայց կյանքը թանկանում է։
օբյեկտիվորեն թանկանում է նաև։ Այսինքն քո վարած քաղաքականության արդյունքում ասում է ժողովուրդ ջան, թոշակը չեմ բարձրացնել, որտեղ փող չկա։ Ավելի պարզ ինչ է նշանակում հենց դա։ Բայց ասում ես մարդկանց կյանքի կենսամակարդակը բարձրացել է 50%-ով։ Իսկ այդ մի քանի 100,000 մարդու կենսամակարդակը տարին տարի վրա նվազում է, չէ՞։ Որովհետև չես էլ խոստանում, որ դա պետք է անես։ Այս սա է հարցը, որ հոմենակ հարցը մենակ նա չի, որ ասենք արտաքին քաղաքականն է, թե այս կողմ մենք կողմ։ Ի վերջո նաև հասկանանք էլի հարցը ինչին է վերաբերվում։ Երբ որ ասում են լավ մի դրական բան չկա, այս իշխանությունները ասեք, կամ նախկին իշխանությունը մի լավ բան չեն արել, որ մենակ վատն եք ասում։ Նիկոլ Փաշինյանին ցիտեմ ու հարցին պատասխանեմ։ Հայաստանն իմ օջախն է, ժողովուրդն իմ ընտանիքն է։ Հիմա մենք հասկանանք, օջախում մենք ոնց ենք վարվում, Հայաստանը մեր մեծ օջախն է, չէ՞։ Հիմա օջախում մենք հավաքված ենք, օջախի անդամներից մեկը գալիս, ասում է, այս ծորակը փչացել է, ջուրը հոսում է, եթե մի քիչ էլ մնա, կարող է փչանա։ Ինչ պետք է անի օջախի տերը։ Եթե ինքը ԿՊԱ-ական չի, կամ նիկոլական չի, պետք է մտածի ոնց ենք այդ ծորակը փոխում, չէ՞, կամ վերանորոգում։ Իսկ եթե ինքը ԿՊԱ-ական է կամ նիկոլական է, ինչ պետք է ասի։ Չեմ հասկանում, այդ ինչ աշներդ այդ ծորակը տեսավ, որ 2008 թվականից սկսած ոչ բռնի թավշա ձևով 7 անգամ բանը ծորակը փոխել ենք, այդ ինչի այդ մասին չեք խոսում։ Հարցա ծագում, լավ, ինչ ես արել, ինչ չես արել։ Հիմա թողենք այս ծորակը ջուրը հոսի, թե փչանա հիմա լստի հարևանների տուն։ Չէ, պատմեք այդ ամբողջ ընթացքում, թե 2018 թվականից քանի ծորակ եք փոխել։ Հետո հարցա ծագում, եթե ժամանակին այդ ծորակը որակով փոխածելներ մեր փողերով, եւ մեկ էլ նորմալ որակով գործից հասկացող մասնագետներ, 7 անգամ էլ չէիր փոխի։ Եվ բացի դա այսպես չի ասել նախորդների ժամանակ ծորակների վիճակը ոնց էր։ Այսօր կոնկրետ եթե դնես այդ ձևով նայես, ուրեմն ոչ մի գործ առաջ չի գնալու։ Ասածը նա է, ժողովուրդ ջան, այսինքն դուք ինչ եք ուզում, որ հիմա դուք ամբողջ մեդիա դաշտը լցրել եք ձեզանով, ես իմ խոսքը սկսեմ եւ պատմեմ, թե դուք 8 տարի մեջ ինչ եք արել, կամ ձեզանից առաջ 20 տարվա մեջ ինչ լավ բան են արել նախկին իշխանություն։ Այն բա ձեր մեդիաները դրանով են զբաղված, ես էլ դրանով զբաղվեմ։ Ուրեմն դուք ավելի լավ է մենք հազիվ ենք կարողանում մի փոքր դաշտ գտնենք, մեր ասելիքը ձեզ հասցնենք։ Պրոբլեմները տանը ոնց ենք պրոբլեմները լուծելու մասին խոսում, ոչ թե խոսում ենք թե մինչև այդ ինչեր արվե։ Այլ կոնկրետ խնդիր կա, պետք է լուծես, չլուծեցիր, կարող է չվերանորոգեցիր պրոբլեմ լինի։ Օջախի նկատմամբ վերաբերմունքը նա է, թե չէ Նիկոլ Փաշինյանը մեդիա ռեսուրսներ ունի, սազանդարներ ունի, պաշտոնյաներ ունի, որոնք գործի ժամին դրած համացանցում իր նյութերի համար լայքում են եւ գովասանք են գրում։ Դուք էլ դրանով զբաղվեք, մենք էլ ասենք այն խնդիրները, որը բացահայտենք, որպեսզի կարողանանք դրանք լուծել։ Եվ դրա համար ուզում եմ նաեւ ասեմ, որ ինչ եմ ասում, որ մենակ արտաքին քաղաքականը չի հարցը, որովհետեւ հիմա նայեք մենք խոսում ենք եվրոպական ինտեգրացիայի մասին, Հայաստանի շահերից է բխում լինենք Եվրամիության անդամ։ Դա միջոց է թե նպատակ։ Դա ընդհանրապես միջոց է, այն նպատակը, որ ուզում ենք Հայաստանը լինի ժողովրդավար, բարեկեցիկ անվտանգ պետություն այդ համակարգի մեջ։ Բայց մենք պետք է այդ կենսակերպը ունենանք։ Վաղը մյուս օրը ենթադրենք մեզ չեն ընդունում։ Կամ ենթադրենք Եվրամիությունը քանդվում է, մասերի է բաժանվում։ Վերջացավ, մենք արդեն դառանք ինչ պետություն։ Դառնանք Լուկաշենկոյի ընկերը, չնայած մինչև Հայաստանը այն անգերն է, էլի, ընդհանրեն իբր թե չի ճանաչում, բայց այդ համակարգում չենք մենք։ Իմ ասածը սա է, մենք խոսում ենք արժեհամակարգային մասին, նոր խոսում ենք մեր շահերից է բխում որտեղ լինի, իսկ այդ արժեհամակարգն ավելի կարևոր է, որովհետև ուշադրություն դարձրեք։ Թուրքիան այսօր, որ ասում էր 50 տարի կանգնած եմ Եվրամիության դռների առաջ, 50 տարից კი Եվրամիություն չկար, թե ինչ դռների առաջ էր կանգնած չգիտեմ, դա հենց առաջ այլ կառույց էր, բայց հարցը դա չի։ Թեկնածու պետությունա չէ, բայց ինչի չեն ընդունում, որովհետև ինքը այդ արժեքի կրողը չի։ Այս այդ օրինակը բերում եմ, թղթի կտորը չի, որ մի հատ թուղթ ստորագրենք ու անենք։ Ինչա Եվրամիությունը չի ուզենա 85 միլիոն բնակիչ ունեցող պետությունը դառնա իր անդամ։ 783,000 քառակուսի կիլոմետր տարածքով լատեսեք ինչ աշխարհագրական դիրքով։ Բայց կանգնում ասում է, ես պատրաստ եմ մտնեմ Եվրամիություն։ Եթե չհամաձայնվեք, կգնամ կհավաքեմ թուրքական պետություններին, կդառնամ նրանց առաջնորդ։ Այսինքն ինքը արժեհամակարգի գրող չի կարա միաժամանակ լինի համ Եվրամիության, համ թուրքական պետությունների համախմբող։ Այսինքն իր համար միևնույնն է, որտեղ ինքը իր դերակատարությունը մեծացնի, այդ դրա համար էլ իրան չեն վստահում։ Հայաստանի համար էլ ենք ասում, ժողովուրդ,
ուշադրություն դարձրեք։ Մենք մեզ համար ենք մտածում այդ ժողովրդավարությունն ու բարեկեցությունն ու անվտանգությունը, որը կարող ենք տեսնել այդ ընտանիքի մեջ, կարող ենք տեսնել այլ ձևաչափերով էլի եվրոպական ընտանիքի մեջ, Ամերիկայի հետ համագործակցության մեջ, բայց մենք այդ արժեքի կրողը պետք է լինենք, որ եթե մեզ մերժեն, ասեն էս ինչ լավ է, դե որ մերժեցին, լավ է, այնա գնանք Ռուսաստանի գուբերնիա դառնանք, որտեղ այլ արժե համակարգ մեր մոտ գոյություն չունի։ Ես ուղղակի ուզում եմ, որ այս ամեն ինչին մենք հաշվի առնենք։ Հիմա նայեցին եկել Ռուսաստանի Դաշնային խորհրդի պատվիրակությունը խոսնակ Վալենտինա Մատվեենկոյի գլխավորությամբ պաշտոնական այցով ժամանել է Հայաստան, հայտնում են Դաշնության խորհրդի ծառայությունից, եւ ամենակարևորը, տեսեք, ի վերջո ինչն է հարցը, էլի, այստեղ գլխավոր թեման մեծ հաղթանակի 80-ամյակը միասնություն ապագա սերունդների պատմական հիշողության պաշտպանության գործում։ Այս է իրանց պատկերացումը, որպեսի մի հատ էլ գնաց Նիկոլ Փաշինյանը մայիսի 9-ին մասնակցեց, մի հատ էլ եկել են հաղթանակի 80-ամյակի հետ կապված այս միասնական հիշողության եւ այլ աշխատանք են տանում։ Իհարկե հետագայում ինչ տեղի կունենա այդ ամեն ինչը կքննարկենք, նախնական մենակ նա էր, որ նպատակներ պարզ ինչի համար են եկել։ Իսկ հիմա նայենք աշխարհակաղակական իրադարձությունները, ԱՄՆ նախագահ Դոնալդ Տրամփը հայտնել է, որ հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, այն տևել է մոտ 1 ժամ 15 րոպե։ Մենք քննարկել ենք Ուկրաինայի հետ ռուսական ավիաբազաների օդանավերի վրա հարձակումները, ինչպես նաև այլ միջադեպեր, որոնք տեղի են ունեցել երկու կողմից։ Դա կառուցողական խոսակցություն էր, բայց դա չի հանգեցնի անհապաղ խաղաղության։ Նախագահ Պուտինը շատ խստորեն ասաց, որ ստիպված կլինի պատասխանել օդանավակայանների վրա վերջին հարձակումներին, նշել է Տրամփը։ Իհարկե Դմիտրի Պեսկովը նախագահի մամուլի քարտուղարը հաստատել է, որ Վլադիմիր Պուտինը Դոնալդ Տրամփի հետ զրույցում իսկապես ասել է, որ Մոսկվան կպատասխանի Կիևի կողմից ռուսական ավիաբազաների վրա հարձակմանը։ Պատասխանը կլինի այն ժամանակ, երբ ռուսական զինվորականները դա նպատակահարմար կհամարեն։ Բացի դրանից Պեսկովն էլ ասել է, որ Մոսկվայում կցանկանային լսել, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Տրամփը դատապարտում է Ռուսաստանի օդանավակայանների վրա ուկրաինական հարձակումները։ Այսինքն այդ որ իրանք հարձակվել են, պատերազմ են սկսել, ավիրել են ուրիշի տունը, այդ ամեն ինչ արել են, հիվանդանոցին են հարվածել, այդ ամեն ինչը նորմալ է, իրանք ագրեսոր չեն։ Եվ սպասում են Տրամփից, որտեղ այնքան են իրանք մտածում Տրամփը իրանց թիմից է խաղում, որ չեն հասկացել, որ իրադարձությունն է փոխվում, իրականությունն է փոխվում։ Տրամփն էլ իր համար մտածեց, որ Ռուսաստանը այն պետությունը չի, ոնց որ ինքը մտածում էր, որ Ռուսաստանը ամեն ինչ պետք է անենք, որ հանկարծ Ռուսաստանին չնեղացնենք, թե չէ մի քանի օրում Ուկրաինան կվերացնի։ ԱՄՆ հանրապետական սենատոր Լինսի Գրեհեմը, որը Ռուսաստանի Դաշնությունում համարվում է ահաբեկիչ եւ ծայրահեղական, որը նախկինում ներկայացրել էր մի օրինագիծ, որը նախատեսում էր 500% մաքսատուր սահմանել Ռուսաստանից ածխաջրածիններ եւ ուրան գնող երկրներից ներմուծման վրա, առաջարկել էր բացառություններ անել այն երկրների համար, որոնք օգնում են Ուկրաինային, նշելով, որ Չինաստանը պետք է օգնի Կիևի իշխանություններին։ Ինչու պետք է զիջումներ անենք այն երկրների համար, որոնք օգնում են Ուկրաինային։ Եթե դուք ռազմական եւ տնտեսական օգնություն եք ցուցաբերում Ուկրաինային, ապա ստանում եք զիջումներ։ Այսպիսով Չինաստան, եթե չեք ուզում պատժամիջոցներ, օգնեք Ուկրաինային։ Կարծում եմ դա տրամաբանական է հնչում, ասել է Գրեհեմը, հավելելով, որ Պեկինի համար ծախսերի ավելացումը հակամարտության ընդլայնումը կանխելու միակ միջոցն է։ Ուշադրություն, ես նորից շեշտեցի, որ ինքը հանրապետական սենատոր է, բայց չմտածեք, որ ինքը հակասության մեջ համտե Տրամփի հետ։ Թվում է, թե ինքը տրամագծորեն տարբեր կարծիք է ասում։ Չէ, ընդհակառակը ինքը տարբերակ է հուշում, որ ժողովուրդ ջան, եթե Չինաստանը իրան լավ պահի եւ օգնի Ուկրաինային, մենք էլ պատժամիջոցներ կվերանայինք, որովհետեւ իրանք մաքսատուրքերի հետ կապված փակուղի են մտել, իրանց պետքա ժեստեր անել Չինաստանին, որ դու մեր գործընկերն ես, մեր հետ համահունչ եթե աշխատես, այդ պարագայում մենք էլ մաքսատուրք չենք սահմանի։ Այդ դրա համար չզարմանաք, որ այս կարգի խրոխտ հայտարարությունից հետո մեկ էլ իմանում ենք հեռախոսազանգի մասին։ Դոնալդ Տրամփը նախաձեռնությամբ տեղի է ունեցել հեռախոսազրույց Չինաստանի ղեկավար Սի Ցզինպինի եւ ԱՄՆ նախագահի միջև։ Զրույցի մանրամասները դեռևս չեն հրապարակվել։ Այսինքն սա նա է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները այնուամենայնիվ անում ամեն ինչ, որպեսզի հարաբերությունը Չինաստանի հետ կարգավորի։ Իհարկե աշխարհի համար դա միանգամայն նորմալ է։ Կոնֆրոնտացիա աշխարհի երկու ամենահզոր տնտեսություն ունեցող պետությունների միջև հաստատ աշխարհի շահերից չի բխում։ Մենք էլ փոքր երկիր ենք, առավել եւս մեր շահերից չի բխում։ Այնպես որ ոնց էլ կարգավորը շատ կապսոս են, որ ստիպված լինի ծանր զիջումների գնա Դոնալդ Տրամփը, իմաստը որն էր մտնել առճակատման, հետո էլ sense կամած մտածել ոնց է զիջում։ Ամերիկայի հեղինակությունը գցել
ով էլ դրա հաշվին առաջ գա, ինձ համար ընդունելի չի, ես ես պարզ ասեմ, ես շատ ցավով եմ տանում, որ Դոնալդ Տրամպը տենց հետևողականորեն Ամերիկայի հեղինակության հետ խաղում է, գոնե հիմա լավ վերանայի այդ ամեն ինչը, ինչ որ ձևով կարողանա հետ քայլ անի, ես դրա համար նշեցի, որ սենատորի ասածը քայլերից մեկն էր։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Ռուսաստանի եւ Միացյալ Նահանգների նախագահների միջև հեռախոսազրույցից անմիջապես հետո կոչ արել ուժեղացնել Ռուսաստանի վրա ճնշումը պատերազմը դադարեցնելու համար։ Շատ մարդիկ խոսել են Ռուսաստանի հետ տարբեր մակարդակներում։ Այս զրույցներից ոչ մեկը չի հանգեցրել կայուն խաղաղության կամ նույնիսկ պատերազմի դադարեցման։ Դժբախտաբար Պուտինը զգում է անպատժելիություն եւ նույնիսկ բոլոր սարսափելի հարվածներից հետո նա իբր պատրաստում է եւս մի քանի պատասխաններ։ Սա նշանակում է, որ դիվանագիտության յուրաքանչյուր նոր հարվածով, դիվանագիտության յուրաքանչյուր նոր ուշացմամբ Ռուսաստանը միջնամատ է ցույց տալիս ամբողջ աշխարհին, բոլոր նրանց, ովքեր չեն ցանկանում մեծացնել իր վրա ճնշումը, ասել է Զելենսկին։ Այսինքն Զելենսկին իր կողմից ինչ որ պետք էր արել, հիմա պատասխանի է սպասում, որ ժողովուրդ ջան, տեսակ ինչ կարող ենք անել, հետևողականորեն դնենք, նախապատրաստենք այդ ամեն ինչ անենք, արեցինք, բա իմ արդյունքը ո՞րն է։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Տրամպը եւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Իրանի միջուկային ծրագրի շուրջ զարգացումները։ Մենք նաեւ քննարկեցինք Իրանի հարցը եւ այն փաստը, որ Իրանի համար ժամանակը սպառվում է միջուկային զենքից հրաժարվելու վերաբերյալ որոշում կայացնելու համար։ Որոշումը պետք է արագ կայացվի, գրել է Տրամպը։ Ես նախագահ Պուտինին ասացի, որ Իրանը չի կարող միջուկային զենք ունենալ, եւ այս հարցում կարծում եմ մեր միջև համաձայնություն կա։ Նախագահ Պուտինն առաջարկեց մասնակցել Իրանի հետ քննարկումներին, ինչը թերևս կարող է օգտակար լինել այս հարցի արագ լուծման առումով։ Իմ կարծիքով Իրանը ձգձգում է այս շատ լուրջ հարցի վերաբերյալ որոշում կայացնելը։ Մեզ հստակ պատասխան է պետք շատ շուտ, հավելել է ԱՄՆ նախագահը։ Այսինքն նշանակում է, եթե այսպիսի կատեգորիկ խնդիր է դրվում, դեռ լարվածություն օրակարգից դուրս չի եկել, որ կարող է դա այլ տարբերակով փորձեն լուծել։ Դրա համար իրնագործակալությունն էլ գրում է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հեռախոսազրույց են ունեցել։ Փեզեշքյանը շեշտել է երկկողմ համաձայնագրերի իրականացման կարևորություն եւ այլ եւ այլ եւ այլ։ Ու սա պատահական չէ։ Բացի այն, որ Ադրբեջանը կարևորել է նախագահների միջև հանդիպումը, որ այդ արդյունքում այս քայլերն են անում։ Ես դրա համար կարծացի անմիջապես սա հենց բանից հետո Տրամպի հայտարարությունից հետո, որտեղ Իրանը հասկանում է, Տրամպը եթե որոշեց հարվածել, Ադրբեջանը իրան պետք է գալու։ Իրանն էլ Ադրբեջանին ասում է, իր այդ լավ ելնենք, չես իմանա վաղը ինչ կլի, Տրամպը այսօր մի բան կասի, վաղը ուրիշ բան, չդառնանք թշնամի։ Այսինքն համենայն դեպս այս ջերմ բարեկամության տակ նաև կա ոչ հրապարակային շանտաժ, որ մտածի հանկարծ այդ քայլին չգնաս, որովհետև ցանկացած սրումը, որը որ լնում է, անմիջապես մեկ էլ տեսնում ես կոնտակտը Ադրբեջան-Իրան։ Դրա համար մենք սրանել պետք է հետևենք, որովհետև եթե ներողություն Եթե Ադրբեջանը այդ հարցում դերակատարություն ստանձնեց, դրա համար գին է ուզելու, իսկ այդ գինը ում հաշվին է ուզելու։ Ռամշտայն ձևաչափով Ուկրաինայի պաշտպանության կոնտակտային խմբի 28-րդ հանդիպման արդյունքներով Կիևին աննախադեպ չափերի ռազմական օգնություն հատկացնելու որոշում է կայացվել եւ Մեծ Բրիտանիան, եւ Ֆրանսիան, եւ Գերմանիան հերթով բոլորը ամեն մեկը իր կողմից անգամ փոքր պետությունները Եվրամիության ամեն մեկը իր կողմից գումարները հատկացրել, որտեղ արդեն հասկացան, որ Ուկրաինային իսկապես կարելի է այդ հարցով ամեն գնով օգնել, որովհետև հասկացան, որ նա Եվրոպայի համար ինչ հարց կարող է լուծել։ Ուկրաինայի պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովի խոսքով 2025 թվականին Կիևին տրվող ռազմական աջակցությունը կգերազանցի լայնամասշտաբ պատերազմի բոլոր նախորդ տարիների ցուցանիշները։ Այնպես որ ուշադրություն դարձնենք հետևողականորեն այս հարցերը որ արվում են։ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցն ընտրվելուց հետո առաջին անգամ ժամանել է ԱՄՆ հանդիպելու նախագահ Դոնալդ Տրամպի հետ։ Իհարկե Մերսը այն ակտիվությունը, որը ինքը ստանձնել է Եվրոպայի հետ կապված, այն նախաձեռնությունը, որը ստանձնել է, անգամ շատ համարձակ հայտարարություն արեց, որ համախառն ներքին արդյունքի 5%-ին կհասցնենք ռազմական ծախսերը, շատ բարդ թիվ է, թե որ տենց համարձակ ասեց ոնց է տակից դուրս գալու, բայց շատ ցանկալի է, որ կարողանա դուրս գա։ Ամեն դեպքում դա շատ ծանր ցուցանիշ է, որ միանգամից այդպիսի բան, բայց ամեն դեպքում դա հնարավորություն է տալիս գալ նստել եւ շատ ավելի գործընկերային ձևով ասել մենք մեր կողմից սա ենք անում, դե եկեք այնպես անենք Ուկրաինայի հետ կապված էլ տեսել եք թե Գերմանիան ինչ ակտիվություն է ցուցաբերում։
Բրյուսելում ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների հանդիպումից առաջ ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեքսեթը հայտարարել է. ԱՄՆ-ն հպարտ է, որ կանգնած է իր դաշնակիցների կողքին, բայց մեր ուղերձը հստակ է՝ զսպում եւ խաղաղություն ուժի միջոցով, բայց ոչ ապավինում։ Չպետք է եւ չի կարելի ապավինել միայն Ամերիկային։ Ամեն ինչ ԱՄՆ հնարավորությունների վրա չպետք է սահմանափակվի, ավելացրել է Հեքսեթը։ Իդեպ ասեմ ձեզ, շատ լավ է, որպեսզի Ամերիկայի Միացյալ Նահանգները ամեն ինչ անի, որպեսզի Եվրոպան անվտանգային հետ կապված մեծ ծախսեր անի եւ եվրոպական անվտանգությունը այնքան ուժեղացնի, որ Եվրոպան դառնա բևեռ, այդ աշխարհը լինի բազմաբևեռ, Եվրոպան դառնա հենց բևեռներից մեկը։ Շատ կարևոր է, բայց ինչպես տեսնում եք, հռետորաբանությունն էլ է Ամերիկայի փոխվել։ Թեկուզ Ռամշտայնի ժամանակ նախարարը չմասնակցեց Պենտագոնից որևէ պաշտոնյա մասնակցեց, ռանգը ցածր էր, բայց դա չի հարցը։ Եթե արդեն խոսում ես, որ այո, գործընկերությունը պետք է լինի, մենք պետք է աջակցենք, այս պետք է անենք, բայց հույսներդ մենակ մեր վրա մի դնեք։ Շատ ավելի լավ աջակցեք, ամեն ինչ արեք, նաև աջակցեք, կայացրեք, թող Եվրոպան այնքան հզորանա, որ Ամերիկայի հետ միասին մի հատ բևեռնալի, մի հատ բևեռնա եւ սերտ համագործակցեն, որ որևէ մեկը չթփրտա։ Սա իհարկե ամենակարևորն է։ Դուք ուշադրություն դարձրեք ժամանակի հռետորաբանությունը Ամերիկայի պաշտպանության նախարարի կամ որևէ այլ պաշտոնյա եւ հիմիկվա։ Այո, թող Եվրոպան դրա ուղղությամբ մտածի եւ իդեպ մտածում է։ Եվրամիությունը որոշում է ընդունել թույլատրել անդամ պետություններին վերահասցեագրել 335 միլիարդ եվրո գումարը այն հիմնադրամից, որն ի սկզբանե ստեղծվել էր COVID-19-ի հետևանքների դեմ պայքարելու համար, պաշտպանական նախագծերը ֆինանսավորելու համար։ Հիշում եք, որ ասում են Եվրոպան տարբերակ է գտնելու այնպես ան ռազմական ծախսերն ավելացնեն եւ ճգնաժամից հանեն իրենց պետությունները։ Իրանք նաեւ օգտվելու են Ամերիկայի սխալներից, հազիվ առիթ է, որ դա անեն։ Եվ ցանկացած տարբերակ գտնում են պաշտպանական ծախսերի համար փողեր տալ։ 335 միլիարդ եվրոն, որովհետեւ Եվրամիությունը ինչ ա որոշել։ Կովիդի հետևանքների դեմ պայքարելը ավելի մեծ չարիք, ոնց որ ռուսական պուտինյան ագրեսիան, ավելի մեծ վտանգ է Եվրոպայի համար, աշխարհի համար, քան COVID-19-ի հետևանքների դեմ պայքարելը, եւ այդ միջոցները, որոնք խնայվել են, այդ միջոցները կուղարկեն պաշտպանական ծախսերի։ Իսկ դուք պատկերացնում եք, թե այդ գումարը մտնում է տնտեսության իրական հատված, աշխատատար, նյութատար ոլորտներ, շատ բարձր աշխատավարձերով եւ դա ոնց է օգնելու տնտեսության մյուս ճյուղերի զարգացմանը, որովհետեւ զուգահեռ այն մյուս ճյուղերն են զարգանալու, բացի այդ վճարունակ պահանջարկա ձևավորվելու, բացի այդ նաեւ օգնելու է լայն սպառման ապրանքների իրացմանը։ Այդ ամեն ինչը հետո գլխին գավ Ամերիկայի Միացյալ Նահանգները, բարեբախտաբար փորձում է կամած վերանայել, միշտ դժվարությամբ է վերանայում, բայց գոնե այդ առիթից Եվրոպան օգտվեց, շատ լավ է։ Տեսնում եք կոնկրետ հասցեական այդ ամեն ինչից օգտվում են։ Թբիլիսիում ընթանում է կայուն զարգացման տարածաշրջանային համաժողովը, Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի այդ միջոցառումը ելույթի ժամանակ իր ելույթի զգալի մասը նվիրել է Չինաստանին։ Կարծում եմ, որ Չինաստանը հենց այն գերտերությունն է, որին բոլորը պետք է հավասարվեն։ Վերջին 45 տարվա ընթացքում Չինաստանը եղել է հենց այն գերտերությունը, որը չի մասնակցել ոչ մի պատերազմի, եւ այդ գերտերությունը սկզբից մինչև վերջ կենտրոնացած է եղել առաջընթացի արդիականացման եւ տնտեսական զարգացման վրա, եւ արդյունքները տեսանելի են։ Եվս մեկ անգամ պետք է հատուկ գնահատել այդ պետության առանձնահատուկ դերը ոչ միայն տարածաշրջանում, այլև ամբողջ աշխարհում։ Ավելի մեծ խաղաղություն ապահովելու գործում, ասել է Կոբախիձե։ Հիմա տեսնում եք, արևմուտքի կողմից մերժված Վրաստանը մտածում է, որ Չինաստանի հետ հարաբերությունը լավացնի, նմանավանդ հասկանալով, որ Ամերիկա-Չինաստան բախման պարագայում իրան ձեռնտու է, որ Չինաստանի հետ լավ լինի, բայց Ամերիկան էլ փորձելու է Չինաստանի հետ հարաբերությունը կարգավորել։ Միևնույնն է, Վրաստանին չի հաջողվելու խաղեր տա Ռուսաստանի, Չինաստանի հետ իր համար հարմար տարբերակ գտնի։ Այդ երկիրը տասնամյակներով աշխատում էր եվրոինտեգրացիայի վրա, եւ սա իրան ոչ մի ձևով չի օգնելու։ Եվ դրա համար, եթե ժամանակը ներում է մի բան ուղակի կարդամ, որովհետև տեսեք, երբ որ մենք խոսում ենք արժեհամակարգի մասին, մենք մոտ տեսնում ենք ինչա կատարում, չէ՞, թմրանյութերի դեմ պայքարեսոյել են քննարկում, ինչ անեն, ոնց եւ այլ, բայց ի վերջո մենք ինչի հասանք սրան։ Այս նյութապաշտությունը ինչի առաջ կանգնացրեց մեզ։ Ուսամենակ այսօրվա խնդիր չի, ես այդ ամեն ինչին անդրադարձել եմ նաեւ, որովհետև այդ խնդրը միշտ տեսել եմ, ինչ քաղաքականություն, եթե դու չես նայում, թե ինչ համակարգում ես ապրում, ինչ խնդիր ես դնում, այդ քաղաքականության իմաստը որն է,
աթոռ զբաղացնելը, որ ինչ անես։ Դրա համար հրապարակ օրաթերթում դեռ 2013 թվականին 6 օգոստոս Էդվարդ Անտինյան մեր ժամանակի հերոսները մի հատ հոդվածով է հանդես եկել, հիմա որ նայեք, տեսնեք, թե այսօր ինչ է կատարվում, շատ քիչ բան է փոխվել, եթե չասեինք անգամ, որ այդքան տարվա ընթացքում ասված։ Հաճախ ենք լսում, որ արտերկրում մեծահարուստներն իրենց ունեցվածքից երեխաներին գրեթե ոչինչ բաժին չեն հանում։ Վերջիններս հասարակ մարդկանց նման աշխատում են սեփական ձեռքերով կարիերան կերտում։ Իսկ պատճառն այն է, որ արևմտյան շատ երկրներ կապիտալի նախասկզբնական կուտակման փուլն անցել են մի քանի 100 տարի առաջ։ Վայրի կապիտալիզմի թե դրական, թե ավերիչ հետևանքները վաղուց ճաշակել ու համապատասխան դասեր քաղել։ Իսկ մենք անկախություն ձեռք բերելու արդյունքում ֆորմացիա փոխելու պատճառով սեփական մաշկի վրա զգացինք այդ ամենը։ Խորհրդային կապանքներից ազատված, ընձեռված հնարավորություններից էյֆորիայի մեջ ընկած, շատ ծնողներ այնպիսի պայմաններ ստեղծեցին իրենց զավակների ցոփ ու շվայտ կյանք վարելու համար, որ ուզենան հարյուրավոր աղջիկներ կգնեն, կձանձրանան կանցնեն տղաներին։ Այս փչացած հարաբերությունների պայմաններում պարզվում է դա էլ բարդ չէ։ Խաղամոլ դարձան, որպեսի ջրի բերած փողերով հաճույք ստանան, բայց որքան տարվում են հոգատար ծնողներն, այնքան ավելի շատ գումար են տալիս ու ոչ հաղթելու, ոչ էլ պարտվելու ազարտ չեն թողնում այլևս։ Դե եթե բոլոր վարդագույն երազանքները վարքենապես իրականություն են դառնում այս մեղավոր հողի վրա, մնում է թմրամոլ դառնալ ու երկնքում սավառնել։ Տարբեր երկրների մեծահարուստներ իրենց դրամական միջոցներն ու Աֆրիկայի սովյալներին են նվիրաբերում, անգամ ունեցվածքը շներին կտակում, միայն թե զավակներին չափից շատ գումար չտան, իսկ շանը շնացնելուց առանձնապես վտանգ չկա։ Իդեպ այն ինչ որ ասել եմ 13 թվականին, ընդամենը այս մի օրը բանը Բիլ Գեյթսը, Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը հարստության ամենամեծ բաժինը կհասնի Աֆրիկային։ Այս մասին միլիարդատերը հայտարարել է Եթովպիայի մայրաքաղաք Ադիս Աբեբայում, Աֆրիկյան միության կենտրոնակայանում ունեցած ելույթում մոտ 200 միլիարդ դոլար տալու է աֆրիկացիներին, ժողովուրդ ջան։ Հասկացաք, այդ օրինակն էի բերում։ Զարգացած երկրներում որակյալ աշխատանքը խրախուսում է այն աստիճան, որ հաճախ շատ փողը դառնում է սոսկ հաջող գործունեության հետևանք։ Խոշոր գումարները մտքի այնպիսի թռիչք են զարգացրել, որ ջանում են Մարս մոլորակը բնակելի դարձնել, իսկ մեզանում հասարակության հավաքական պատասխանն անհարմարության աստիճան պարզունակ է։ Շատ փող ունենանք, որ կյանք անենք։ Ու պետք չէ փագագծերը բացել, այլապես մերոնց մտքի թռիչքը բացահայտելով կարող է կյանքից հիասթափվենք։ Հարգելիներս, թողեք ձեր զավակներն զբաղվեն այն գործով, ինչից գլուխ են հանում ու հաճույք ստանում, եւ մի ստիպեք բիզնեսմեն դառնալ, պաշտոնյական падգամավոր, եթե դա իրենց համար չէ։ Ախը լավ էլ ապահովել եք նրանց ներկան ու ապագան, ոչ հացի կարոտ են, ոչ էլ տագնապ ունեն վաղվա օրվա հանդեպ։ Փողը տալիս է անկախություն, ազատություն, եթե խախտման գնով չես աշխատում, ու ստիպված դառնում օրվա իշխանության գերին, խարանված իշխող կուսակցության կրծքանշանով, կամ էլ եթե մրցակիցներիդ հետ մահու կենաց պայքար չես մղում, դու չսպանես, քեզ կսպանեն ջունգլիներին բնորոշ գործելավոճով։ Հասկանալի է, թե ուրեմն անոմալ երևույթներ ինչ որ չափի միշտ էլ եղել են, բայց այլասերվածության այսպիսի ագրեսիվ խրախճանք կարող է հանդուրժել միայն հիվանդ հասարակությունը, ու թեպետ իրենց անտանելի վարքոբարքով աչքի ընկնողները մեծ թիվ չեն կազմում, բայց հանրային կյանքի հանդեպ նրանց բարբարոսական վերաբերմունքի ազդեցությունն այնքան մեծ է, որ մեր երկրում դրա հետևանքով տեղի են ունենում ահագնացող չափերի հասնող արտագաղթ, վաղվա օրվա նկատմամբ հավատի բացակայության պատճառով, ամուսնությունների թվի նվազում, ֆինանսական հողի վրա ամուսնալուծությունների թվի աճ, ու քանի դեռ ընդօրինակում ենք արատավոր գայթակղությունների զոհերին, այլ ոչ թե դրանք կանխարգելողների փորձը, արևմտյան արժեհամակարգին մաս կազմելու մեր ձգտումներն այնքան էլ համոզիչ չեն թվում, որ պայմանավորված են ազնիվ մղումներով։ Սա ասվել է այն ժամանակ, երբ որ մենք արդեն ասոցիացիան համաձայնագիրը ստորագրել ենք Եվրամիություն գնալու, դրա համար օգոստոսից մի ամիս հետո Սերժ Սարգսյանը մեզ տարավ մաքսային միություն, ասում է ժողովուրդ ջան, դուք արժեհամակարգի կրող չեք, այս որ բերեցի այս օրինակը այսօր է, որ ասում էի սկզբում, սա է նկատի ունեի ժողովուրդ ջան, եթե մենք արժեհամակարգի կրող չենք, իրավիճակային աթոռը տեսնենք, ով մեզ կտա, դրա հետ լավ լինենք, մենք առաջ չենք գնալու։ Դե ինչ, այսօր այսքանը, դիտեք եւ դատեք ինքներդ, շնորհակալություն։